Դատախազությունը ՀԿ-ական նախկին պատգամավոր Միրամ Պողոսյանից միլիարդավոր դրամներից բացի պահանջում է նաև Պանամայում գրանցված երկու օֆշորային ընկերությունների ձեռքբերման արժեքը $20,000 չափով։ Այսինքն մենք դիտարկել ենք, որ այդ ընկերությունների իրական շահառուն հանդիսացել է Միրամ Պողոսյանը եւ այդ ընկերությունների հիմնադիրները կրկին Միրամ Պողոսյանի փոխկապակցված անձինք են, որի մանրամասները մենք արտացոլել ենք հայցադիմումը։ Բացի այդ, դատախազությունը ԴՀԿ ծառայության նախկին պետից պահանջում է նաև 10 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։ Ընդհանուր առմամբ իրավասում Արմինը Միրամ Պողոսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է 15 անշարժ, 2 շարժական գույք։ Անշարժ գույքերը հիմնականում գտնվում են Երևան քաղաքում, կենտրոն վարչական շրջանում, բացի այս անշարժ գույքերի եւ տրանսպորտային միջոցների ընդհանուր շուկայական արժեքը 3 միլիարդ 500 միլիոն դրամի է հասնում, բացի այդ ունենք դրամական պահանջ ներկայացված 6 միլիարդ 600 միլիոնի չափով։ Ընդ որում պահանջվող գույքերի թվում նաև մոնումենտի առանձնատունն է։ Պահանջվում է նաև ապօրինի եկամուտների հաշվին ձեռքբերված անշարժ գույքերի վարձակալությունից ստացված եկամուտը 191 միլիոն դրամի չափով։ Բացի այդ, պահանջի մեջ ներառված է նաև փոխառությունից ծագող պահանջի իրավունք 700 միլիոն դրամի չափով։ Միրամ Պողոսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է նաև 7 ընկերություններում մասնակցությունները։ Դատախազը հայտնիներն է առանձնացնում։ Մրգենի, Բանանեկ, Քեթրին ընկերությունը, Չայխանամեկ ընկերությունը։ Պողոսյանին առնչվող այս հայցը դատանում է 2022 թվականից, սակայն պատասխանող կողմը դեռ հայցի վերաբերյալ առարկությունները չի ներկայացրել։ Նրանք միջնորդություն էին ներկայացրել արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ այն հիմքով, որ դատախազությունը պատշաճ հայցվոր չէ։ Դատանը լսելով կողմերին մերժեց միջնորդությունը։ Փաստաբանները դեմ էին նաև նիստը տեսալուսանկարահանելուն։ Զերծ մնացին նաև մեր զրույցում հայցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելուց։ Նշեցին իրենց առարկությունները կներկայացնեն ապրիլի 9-ի նիստում։ Մոսկվայում ապաստանած նախկին պաշտոնյան բացի այս քաղաքացիական գործից անցնում է նաև քրեական գործով։ Մեղադրվում 1 տոննա կոկաինի ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության համար։ Հետախուզվում է 2019 թվականից։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։